Նախ նշենք, որ դեռևս 1985 թվականից Լենինականը և Քութայիսին միջպետական պայմանագրով համարվում էին քույր քաղաքներ, սակայն փոխհամագործակցության քայլեր 1988-ից հետո չի իրականացվել։ Ժամանակին 300,000 բնակիչ ունեցող քաղաքում վերջին 20 տարիների ընթացքում կտրուկ նվազել է բնակչության թիվը, հասնելով մոտ 200,000-ի։ Սա միակ ընդհանրությունը չէ Գյումրիի հետ։ Ավերված ձեռնարկություններ, անգործության մատնված ենթակառուցվածքներ, անբարեկարգ ճանապարհներ։ Երկու քույր քաղաքների նմանությունը նրանց բարետեսության և բարեկեցության օգտին չի խոսում։ Վրաստանի երբեմնի երկրորդ քաղաքի հզոր արդյունաբերական կենտրոն համարվող Քութայիսի տրանսպորտի հետ վարվեցին նույն դաժանությամբ, ինչպես Գյումրիի տրանսպորտային հանգույցի։ Վրացական թշվառությանը կարելի է հանդիպել ոչ միայն քաղաքի ծայրամասերում, այլև կենտրոնից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Խորհրդային միության գոյության վերջին շրջանում Քութայիսին վերածվել էր համամիութենական նշանակության խոշոր արդյունաբերական կենտրոնի, որտեղ զարգացած էր մեքենաշինական, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Այստեղ Օրջոնոկիցեի անվան ավտոգործարանում արտադրվում էր կազմ-ակնիշի հայտնի մարդատար ավտոմեքենաներ, այնուհետ բեռնատարներ, տրակտորներ, կային մանրաթելի, պահածոների և տասնյակ այլ գործարաններ։ 1990-ականներին Քութայիսիի խոշոր ձեռնարկությունները դադարեցրեցին իրենց գործունեությունը։ Երբեմնի հզոր ձեռնարկությունների մասին այսօր հիշեցնում է շենքերից մեկի վրա պատկերված այս խճանկարը։ Большое количество людей вернулось в районы, откуда они, в принципе, там родом были, там вот, и ближе стали к сельскому хозяйству. Хотя сельское хозяйство само находится в плачевном состоянии. Половина больше не работают. Нету работы. Если работа есть, то бы играли. Время нужно, так что все нормально будет. Уходят в Турцию, Грецию. Наша трагедия, наша беда, что очень много миграции людей, которые уехали за границы. Особенно в первое время женщины уезжали там ухаживать за стариками, за больными в таких странах, как Греция, Италия. Մեղվաբույծը Ռենե Մերկվիլաձեն իր հիմնական գործից զատ միջոցներ է հայթայթում նաև առևտրով, զբաղվում է մեղրի, միաժամանակ մասնագիտական պարագաների և դեղանյութերի վաճառքով, ամբողջ օրվա ընթացքում 1-2 հաճախորդ է ունենում, նշում է, ապրանքն անհամեմատ մատչելի է, սակայն ժողովուրդը վճարունակ չէ։ Все торгуют, база есть, желающие есть, но негде продавать. Քութայիսիի տարեց բնակիչների հիմնական հավաքատեղին կենտրոնական այգին է, որտեղ հավաքվում և վերլուծում են երկրի ներքաղաքական ու տնտեսական իրավիճակը։ Նոր կառավարությանն ուղղված քննադատություններից թոշակառուները չեն խուսափում, խոստումներ են տվել ու չեն կատարել, մանավանդ աշխատատեղերի ստեղծման և կենսաթոշակների ավելացման ուղղությամբ, նշում են նրանք։ Новое правительство как стало, вообще хуже стало. Все предлагали, а ничего не сделали. Եկավ ասում է 4 տարի պիտի սպասես, 4 տարի որ սպասես, բա ինչ պիտի ուտես, գործ չկա, ոչ մի գործ չես անում, սայդեսո չկա, բան չկա, ինչ պիտի անես, սա էլ խապում է, նա էլ խապ է, նենց ապրում եք էլի։ Իդեպ մեր այս զրուցակիցը ազգությամբ վրացի էր և կամեցավ հարցազրույց տալ հայերենով, նա գերազանց տիրապետում էր հայերենին և հպարտությամբ նշում էր, թե ապրել և սովորել է Հավլաբարում, հայերի միջավայրում և հոժարակամ սովորել է մեր լեզուն։ Ընդհանրապես, այս քաղաքում հատկապես տարեցները հայերի և նրանց հետ բարեկամական հարաբերությունների մասին լավ հուշեր են պահպանում։ 14 տարի է այնտեղ, 14 տարի կսովորեի, բա ինչ գլայ, հիմա մոռացել եմ քիչ, լավ չեմ գիտե, համա երբ որ չես խոսում, էդ ուրիշ բան է, համա երբ որ խոսում ես, էդ ուրիշ бан, որ ես лезу կոտրում ես։ Мы, грузины, все сделали, чтобы восстановилась Сиртак и Ленинакан и все, что было там разрушено. Дай Бог, чтобы нам больно было, что ты болит, чтобы я тоже болел об этом. Чтобы нам было дружебные отношения. Я за это. Այս այգին նաև վրացի, տաքարյուն և անկաշկանդ երիտասարդների հանդիպման ու ժամանցի վայրն է։ 1-2 գավաթ գինուց հետո բնականաբար երգելու ցանկություն է առաջանում և առանց ավելորդ բարդույթների նրանք զբոսայգին իրենցով են անում։
Я думаю, что надо спонтанно жить. Мы никогда не говорим, что завтра 3 часа вот этот вот парк, мы пойдем и будем петь. У нас гитары не было, мы позвонили, гитару принесли. Մեր քաղաքի հետ մեկ ընդհանրություն ևս, հարսանիքների ժամանակ այստեղ ևս կան Վարդանանց հրապարակում թավալ գլոր տվող գյումրեցիներին նման ջահելներ, ովքեր եթե Տուգանային հրապարակ չեն տեղափոխվում, ապա Ուկեմերիոն կոչվող բարձունք հաստատ ուղևորվում են։ Այստեղ վեր է հառնում 1003 թվականին կառուցված Բագրատի վանքը, որտեղ օրհնություն են ստանում շրջանի բոլոր նորապսակները։ Սա Քութայիսի քաղաքի ամենահին հատվածն է, իսկ վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական արժեքների ցանկում է։ Բարձունքից հրաշք տեսարան է բացվում եւ ոտքի տակ է հայտնվում ամբողջ քաղաքն ու մերձակայքը։ Հենց այստեղ էլ հանդիպեցինք վրացական բանակում ծառայող ջավախցի մեր ազգակիցներին, որոնց հետ հրամանատարների աչքից հեռու 1-2 բառ հասցրեցինք փոխանակել։ Չգրաշենցիում ծառայում է Քութայիսում, լավ էլի, լավ նորմալ ամեն ինչ։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Gala News, Վրաստան։